Արդյոք այս բառամթերքով իշխանությունը ել ավելի չի թեժացնում ատելության մթնոլորտը, արդյոք այդ ատելության մթնոլորտը թեժացնելու կամ չթեժացնելու հարցը ձեր կուսակցության նիստերում քննարկվել է թե ոչ, եւ Կովկասյան բարոմետրի վերջին հարցումների համաձայն բանակը եւ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող կառույցներն էին, մինչդեռ քաղաքական կուսակցությունները հակառակը։ Եվ արդյոք այս նաեւ այս փաստն է, որ անհանգստացնում է իշխանություններին։ Շնորհակալ եմ հարցերի համար, անդրադառնալով վիճակագրությանը միշտ այդպես է եղել եւ մեզ բնավ ոչ թե դա անհանգստացնում է, այլ ուրախացնում է, որ բանակը ուրեմն վստահություն է վայելում, եկեղեցին է վստահություն վայելում ժողովրդի մոտ, չնայած քիչ առաջ թվարկածս եկեղեցականների վարկագծին, որոնք եկեղեցու շարքերում են։ Ես ուզում եմ մենք նաև սա հասկանանք, որը մեկը չի թիրախավորում հավատավոր մարդկանց, չի թիրախավորում եկեղեցին ինքնին, հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը Հայաստանի պատմության մեջ առհասարակ։ Մենք խոսում ենք կոնկրետ դրվագների եւ կոնկրետ մարդկանց մասին, որոնք այո պետք է բացահայտվեն հանուն եկեղեցու։ Սրա մասին է խոսքը, ինչ վերաբերում է ատելության խոսքին, այո մեզ դա շատ է մտահոգում, բայց ցավոք կան թեմաներ, որոնց ավելի մեղմ բառամթերքով անդրադառնալը շատ դժվար է եւ չի կարող արտահայտել ողջ գույները տվյալ թեմայի։ Այսինքն ինչ որ մարդկանց հայախառն խոսույթ օգտագործել արդարացնում է, որ վարչապետը, երկրի վարչապետը եւս նման բառապաշար օգտագործի ձեր կարծիքով։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։